Դուն հարուստ ես, դուն կգարձես, թե ոչ մեկ բանի կարողություն չունիս, որովհետև կյանքդ ապահով է, դունդ լեցուն է, իսկ եկեղեցիդ պարավոր։ Լսե հայտնության Տիրոջ սարսափաստու ախտաջանաչումը, ոչ բաղես, ոչ տակ, պիտի պսխեմ քեզ իմ բերնես։ Լավոդիկեի եկեղեցին այսօրվա աշխարհի հայելին է։ Անիկա այն քրիստոնեությունն է, որ հարմարած է հանգստության, որ դարձած է քաղճ, ոչ աշխարհիկ է, բացահայտորեն, ոչ ալ աստվածային հուրով։ Մենք կսենք հարուստ եմ, բայց Աստված կսե դժվար ես, խղճալի, աղքատ, կույր եւ մերկ։ Մենք կբնակենք պատրանքի մեջ, ուր նյութական հաջողությունը շփոթած ենք հոգևոր օրհնության հետ։ Միշտեր իրականությունը այն է, որ Տեր Հիսուս այլևս եկեղեցվո ներսը չէ, ան դուրս կանգնած դուրը գտակ է։ Պատրաստ ես լսելու Լավոդիկեի վերջնակիրը, որ պիտի քանտեր քո ինքնակոհությունը եւ քեզ գանչե դեպի գրագով փորձված իսկական ոսկի։ Քաղճության սարսափը դրան արչև թագող Տեր Հիսուսը։ Ողջույն եւ բարելույս հանաբազորիացի սիրելի ունետիրներ, այսօր մարտ 9-ն է 2026 եւ մենք կշարունակենք հայտնության քրկի ուսումնասիրությունը 3-րդ գլուխ 14-ին 22։ Սիրելիներ, այսօր մենք կհասնենք 7-րդ հանգրվանին։ Լավոդիկեն այն եկեղեցին է, որուն համար Տերը ոչ մեկ բարի խոսք ունի։ Ան կներկայանա իբրև ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վգան։ Գիտեք ինչու։ Որովհետեւ Լավոդիկեն սուդի մեջ կապրեր։ Ան կգարձեր, թե իրենք կատարյալ են, բայց Աստծո աչքին առջև անոնք սրտախառնուկ պատճառով վիճակի մեջ էին։ Քաղճը լալը կնշանակե լալ այնպիսի քրիստոնյա, որում մեջ ոչ աշխարհը կտեսնե իր դատապարտությունը եւ ոչ ալ Աստված կտեսնե իր պարքը։ Այսօրվան աշխարհը մեզ դարձուցած է Լավոդիկեցի։ Մենք կբաշխենք հանգստությունը։ Մենք կբաշխենք մեր հարմարավետությունը։ Մենք կսենք հարուստ եմ եւ ոչ մեկ բանի կարոտ ունիմ։ Մերօրյա պատուհասները, տնտեսական պլուզումները, հոգեգան կատարկությունը եւ համաշխարհային անապահովությունը գուքան մերգացնելու այս սուդը։ Աստված թույլ կտա, որ մեր նյութական հիմքերը սասանին, որբեսի տեսնենք, թե որքան աղքատ ենք հոգևորապես։ Դու կգրնաս ունենալ ամենաթանկարժեք հագուստները, բայց Աստծո առջև մերկ ելալ։ Դու կգրնաս ունենալ բարձրակույն ուսում, բայց հոգևորապես կույր ելալ։ Մարգարեական պատգամը մեզի կթելադրե գնել Տիրոջմե գրագով փորձված ոսկի։ Այսօրվա արտնության գոչը հարմարավետության գոչ չէ։ Գրագով փորձված հավատքը այն հավատքն է, որ կդիմանա պատուհասներուն, հալածանքներուն եւ զրկանքներուն։ Լավոդիկեցիները ունեին տրամադրվեր դուներ, բայց չունեին երկնային հարստություն։ Դերը քեզի գսե տեղ թիր աչքերուդ, որ տեսնես։ Մենք կույր ենք ժամանակի նշաններուն հանդեպ։ Մենք կտեսնենք պատերազմները որպես քաղաքականություն, բայց չենք տեսներ զանոնք որպես մարգարեական նախազգուշացում։ Մենք կտեսնենք հիվանդությունները որպես գիտություն, բայց չենք տեսներ զանոնք որպես ապաշխարության հրավեր։ Լսեցեք Տիրոջ սիրո խստությունը։ Գսե. ես, որոնց որ կսիրեմ, կհանդիմանեմ եւ կխրատեմ։ Եթե այսօր այս սերտողությունը սիրտդ կծագե, ուրեմն Աստված դակավին քեզ կսիրե։ Անոր ամենամեծ պատիժը լրությունն է, բայց եթե ան քեզ ցույց կտա, ուրեմն գուզե քեզ բրգել, պսխվելու վտանգ են։ Այսօրվա պատուհասները Աստուծո խրատներն են մարդկությանը։ Ամեզ կստիպե նայելու մեր ներսը եւ տեսնելու մեր քաղճ վիճակը։ Դու պետք է ընտրես կամ չերմերանտություն, կամ մերժում։ Միջին ճամփան այլևս գոյություն չունի։ Ամենաուզիչ պատկերը 20-րդ համարն է։ Գսե ահա դրան առջև կանգնած եմ եւ կթագեմ։ Պատկերացուցեք, Տեր Հիսուս իր իսկ եկեղեցին դուրս մնացած է։ Մենք այնքան սպաղված ենք մեր ծրագիրներով, մեր հաջողություններով եւ մեր
չագերդյալ ժամանցներով, որ դիրոջ դեղ չենք թողած։ Ան այսօր գտագեք ու սրդիտ դուրը։ Գուցե այդ տագոցը կուքա ցավիմը միջոցով, գուցե գորուստիմը կամ գուցե այս պատկամի միջոցով։ Եթե մեկը լսե անոր ցայնը եւ դուրը բանա, դերը պիտի մտնե եւ անոր հետ ընտրիկ պիտի ինե։ Ասիկա մդուրմության հրավեր է սիրեիներ, նախքան փոթորիկը։ Մինչ աշխարհը կպատրաստվի Տադաստանի մեծ ընտրիկին չագերդյալ, դերը քեզ կհրավիրե փրկության սեղանին։ Հաղթողին խոստումը անհավատալի է։ Գսե անոր պիտի դամ իմ կահիս վրա ինձի հետ նստելու։ Լավոտիկեցիի, որ ամենե շատ էր ինգած, դերը գուդա ամենաբարձր բադիվը, եթե անհաղթե իր հոգևոր անդարբերության։ Այսօրվա հերոսը ան չէ, որ շատ տրամոնի կամ շատ լսողներ, այլ ան, որ գահաղթե սեպական եսին եւ հանգստության գուրքին։ Կալիք օրերը պիտի մաքրեն ամեն դեսագի քաղճ քրիստոնեություն։ Միայն անոնք, որոնք ունին գրագով փորձված ոսկին, պիտի կարենան բազմիլ դիրոջ հետ։ Արտնության գոչը Լավոտիկեի համար վերջինն է։ 7 նամակները գավարդին այս ահազանգով. Տուն որ եկեղեցին ես, գուցե տուն Լավոտիկեն ես, հարուստ, բայց դադարք, դեր քեզ գսե նախանցախնդիր եղիր եւ ապաշխարե, վարե քո հոգիդ գրագնորեն, մի բավարարվիր միջագությամբ, մի վստահիր քունիտական ապահովությանը, որովհետև անիգա մեկ գիշերվա մեջ կրնա անհետանալ, բայց դուրը, բաց դուրը Հիսուսին, որբեսի ան քուներսը տլա, երբ դուրսը բադուհասները սկսին սաստկանալ։ Լսեցեք, ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն, ժամանակը վերջացած է։ Ժամանակը վերջացած է եւ դերը դրան արջև է։ Ամեն։